Բարև ձեզ, սիրելի գորեստներ ջան, ինչպես ասեց մեր ընկերները ու ուզում եմ իսկապես բոլորի դիմել ջանով, որտեղ մեր այս վերջի ու տարիների կյանքում ոնց որ այդ ջանը մի քիչ կորել է, ոնց որ հայրը սկսել ենք իրար հետ թշնամանալ, ատել, վախենալ, եկեք հիշենք էլի, որ իսկականից 4 շաբաթ է մնացել, այդ 4 շաբաթից հետո բոլորս իրար հետ նորից ջանով, հուրբանով խոսանք, հիշենք, որ բոլորս հայ ենք, որ բոլորս ունենք պատմություն, ունենք հավատ, ունենք մշակույթ, որը բոլորիս միավորում է, այն ինչ որ մեզ է բաժանում է, այդ չպետք է բաժանի։ Ես ուրեմն հիշում եմ Գորիսը մինչև 2020 թվականը, մինչև այդ աղետալի անիծյալ պատերազմը 44 օրյա։ Ես հիշում եմ ոնց ենք մենք ստեղով գալիս գնում Ստեփանակերտ, ոնց ենք գալիս գնում Կապան, Մեղրի, Գորիսը ոնց էր ծաղկում այդ ժամանակ։ Ինչքան զբոսաշրջիկ էր գալիս Գորիս, Գորիսը ընդհանրապես ասած ինչ ակտիվ եղում քաղաք էր։ Ու այդ սաղ ճանապարհները փակվեցին։ Պատկերացնեք մարդը գալիս է խոսք է տալիս, որ ավելի լավ է լինելու։ Երեք մեր ընկերներից մեկը հիշել է, որ 2018 թվականի մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով վարչապետ ընտրվելուց ասաց արցախցիներ ջան, ընդհանրապես մի անհանգստացեք։ Մենակ ավելի լավ ալնելու։ Այս ժողովրդավարությունից մենակ դուք շահելու եք։ Այսօր Արցախը դատարկ է։ Կլցվի նորից, բայց այսօր դատարկ է։ Այսօր ինքը եկել է Սյունիք, նույն հեքիաթներն է պատում, ասում է լավ ալնելու։ Ոնց որ թե արդեն պետք է հասկանանք, որ եթե ինչ-որ միտեղ գալիս ասում է լավ ալնելու, հակառակն ալնելու, եթե թողենք իր ձեռը։ Ուստի շատ կարևոր է, որ մենք երրորդ անգամ մենք որպես ժողովուրդ նույն սխալը չանենք։ Նույն անպատասխանատու, արկածախնդիր, կիսագրագի այդ մարդկանց ձեռը երկրում իշխանություն չտանք, այլ իշխանություն տանք այն մարդկանց, այն ուժին, այն կազմակերպվածությանը, որը իր կյանքով, իր փորձառությամբ, իր անցած ճանապարհով մեզ վստահություն է ներշնչում։ Իրոք մի հատ Սամվելի նկարը բերեք։ Որտեղ ես ինձ նկատի չունեի, թեև ես էլ հուսով եմ ձեզ վստահություն եմ ներշնչում։ Մենք ուրեմն մի տարի արդեն Գորիսում գրասենյակ ունենք։ Եկել ենք ստեղ, որպեսզի կարողանանք ձեր կողքը լինենք, ձեզ օգնենք, ձեզ աջակցենք։ Այսօր մենք մեր ամբողջ ուժով, մեր ամբողջ էներգիայով, մեր ամբողջ պատվով, հարգանքով, մեր հեղինակությամբ կանգնել ենք Սամվել Կարապետյանի կողքը։ Ինչի՞։ Որովհետև բազմաթիվ մարդկանց, բազմաթիվ հավաքնորդների մեջ այսօր 19 ուժ է իրար հետ մրցակցում։ Այդ մարդն է, ու իր շուրջ հավաքված մարդիկ են մեզ վստահություն ներշնչում։ Մեզ շատերը հարց են տալի, ասում են դուք ինքնուրույն կարող եք մասնակցել, բան չեք կտալ, որովհետև համարում ենք, որ մենք այն մարդիկ, որոնք վստահելի են, որոնք պատվախնդիր են, որոնք անցած ճանապարհն են, պետք է իմիգան, որպեսզի հունիսի 7-ին մենք բոլորս կարողանանք միասին իրավիճակը փոխենք։ Այս մեր անձնական հավակնությունների հարցը չի։ Ելույթ ունեցողներից մեկը արդեն ասեց, հունիսի 7-ը իրականում սովորական ընտրություն չի, հայակվե է նրա մասին, թե մենք հայ կմնանք, թե չէ, թե կդառնանք Ադրբեջանի գերի։ Ադրբեջանը ստեից 15 կիլոմետր է, 12 ամենակարճ ճանապարհով։ Ժորժ ջան, եթե մենք չլինենք ուժեղ պետություն, եթե մենք չլինենք ուժեղ երկիր, չունենանք ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն, ադրբեջանցին այդ 12 կիլոմետրը մի օրում կանցնի։ Ու դուք այդ բոլորից լավը պետք է իմանաք։ Դրա համար աջակցեք ուժեղ Հայաստանին։ Աջակցեք ուժեղ Հայաստանին, որ ունենանք ուժեղ երկիր, նաև ուժեղ Գորիս։ Երկու բառեր ուզում եմ ասեմ Գորիսի մասին։ Քաղաք, որը շատ եմ սիրում, որը շատ հաճախ եմ լինում, ու որտեղ լինելուց սրտիցս անկեղծ ասեմ արունա կաթում, որտեղ Վիլիգունը դուրս ես գալի Գորիսի փողոցները մարդ չկա։ Երիտասարդությունը մտածում է Երևան գնալու մասին։ Այս սարի գլխին ադրբեջանական դիրքեր են, ըստ էս չի երևում, բայց գիտենք մենք։ Ուրեմն ուժեղ Հայաստանում պետք է լինի ուժեղ Գորիս, որը համ ուժեղ պաշտպանված է, համ էլ ուժեղ զարգանում։ Որտեղ Գորիսի ժողովուրդը երիտասարդությունը, տաղանդավոր երիտասարդությունը, ինքը գալիս է Երևան հաջողության է հասնում, ինքը գնում է Մոսկվա հաջողության է հասնում, աշխարհի շատ քաղաքներում։ Ու մենք կուզենանք, որ ինքը մնա այստեղ ու ստեղ հաջողության հասնի։ Դա համար մի քանի բան ուզում եմ
Ձեզ ուղղակի առաջարկեմ հետո գաք մեզանից կպահանջեք որ դա անենք։ Նախ այս թափառաշրջիկներ ուզում են Գորիսի պետական համալսարանը փակեն եւ ոչ միայն Գորիսի։ Բոլոր մարզային համալսարանները ուզում են փակեն, որտեղ ուզում են մի հատ թազա պրոյեկտ անեն հատկատային, մեծ միլիարդանոց հատկատային պրոյեկտ, որը կոչվում է ակադեմիական քաղաք։ Ուրեմն 2000 մարդ է սովորում Գորիսի համալսարանում։ Մոտ 200 հոգի դասավանդում է։ Այդ բոլորը պետք է թողեն գնան հիմա Երևան ըստեղից։ Ոչ միայն դա չի լինելու ուժեղ Հայաստանում։ Ավելին ձեզ ասեմ, ներդրումներ են բերելու, որպեսզի Գորիսի պետական համալսարանը դառնա տարածաշրջանի, Սյունիքի, Վայոց ձորի լավագույն տեխնոլոգիական համալսարանը։ Հարկային արտոնություններ ենք տալու, որպեսզի տեխնոլոգիական ընկերությունները տեղափոխվեն Գորիս։ Այսօր այստեղ գործում է Instigate Mobile-ը եւ EPAM-ը երկու ընկերություն։ 20-ը պետք է լինի, 200-ը պետք է լինի։ Պետք է երիտասարդությունը այստեղ լավագույն աշխատատեղեր ունենա։ Իմանա, որ Գորիսում ապրելով ինքը ապրում է ավելի լավ կյանքով, քան ստա աշխարհի մայրաքաղաքներում։ Այսօր ասում էի Նարեկին Կարապետյան, որ պետք է օդանավակայանը վերականգնել, որպեսզի զբոսաշրջությունը այստեղ շատ արագ զարգանա, ինչի, որովհետև ֆանտաստիկ է այստեղ ներուժ է գործածել զբոսաշրջությունը։ Բայց մարդը պետք է կարողանա գա այստեղ հասնել, հյուրանոցները կառուցվել են ու կշարունակվեն կառուցվել։ Ու դա մասնավոր հատվածի գործն է, բայց պետության գործը ենթակառուցվածքն է, եւ կարևորագույն ենթակառուցվածքը նաեւ օդանավակայանն է։ Եվ վերջապես անվտանգության մասին երկու խոսք։ Դեռևս 2021 թվականին, երբ որ Սյունիքի կորպուսը տեղափոխվեց Գորիս, մենք օգնեցինք իրան սիտուացիոն կենտրոն ստեղծելու։ Դրանից հետո նախարարը փոխվեց պաշտպանության ու արգելեցին մեզ այլևս մեր բանակին օգնել։ Ինչով էլ շատ ենք օգնել մեր բանակին։ Կներ դա Արցախում, թե Սյունիքում, թե Տավուշում։ Նախարարը եկել այս նախարարը Սյունիքը պատկել արգելել օգնել։ Ես երազում եմ այն օրվա մասին, որ ուժեղ Հայաստանում այլևս բանակին օգնելու կարիք չունենա, որովհետև բանակի մեջքին կանգնած լինի պետությունը։ Այսօր այս պետությունում, ԿՊ-ի պետությունում, բանակը որբ զավակ է, բանակը մի բան է, որի մասին աշխատում են մոռանան, բանակը մի բան է, որի հերոսներին աշխատում են մեր հիշողությունից հանել, դպրոցներից, պատմության դասագրքերից հանել։ Ուժեղ Հայաստանում բանակը նորից դառնալու է այս երկրի ողնաշարը, սյունեցիներն էլ այդ բանակի ողնաշարը։ Ուստի սիրելի գորիսիցներ ջան, սիրելի սյունեցիներ ջան, հունիսի 7-ին այսօր ոմանք տներում են նստած Գորիսում, հասկանում ենք, ստեղ մի քիչ վախի մթնոլորտ են ոմանք ստեղծում, ահաբեկում են եւ այլն։ Մերժեք այդ վախը։ Հունիսի 7-ին եկեք ընտրական տեղամաս եւ կատարեք ձեր խղճի ընտրությունը։ Կատարեք այն ընտրությունը, որ դուք ու ձեր երեխաները ապրեք ուժեղ Հայաստանում։